Եթե ԿՊԱ-ականներն իմանային, որ իրենց ուրախ ավտոբուսը տեղ զննում չի անցել, որովհետև արգելակներն ու լուսարձակներն անսարք են, կընկնեին ճանապարհ այդ ավտոբուսով Հայաստանի մարզերով մեկ սրտիկներ շռայլելու։ Իրանք իրենց կյանքը չեն վտանգի, թե Տիգրան Ավինյանը կլինի, թե Նիկոլ Փաշինյանը կլինի, թե շարքային ԿՊԱ-ականները կլինեն, նրանք այդ ավտոբուսը չեն նստի։ Այդ դեպքում ինչու է շարքային Երևանցում քաղաքային իշխանությունն առաջարկում օգտվել արգելակման համակարգն ու լուսարձակներն անսարք ավտոբուսներից։ Տեղզնման կայանից ստացված այս փաստաթուղթը ավտոբուսի վարորդներից մեկն է փոխանցել Երևանի ավականու անդամ Արմենակ Դանիելյանին, որտեղ նշված է, որ բանվորական արգելակման համակարգը չի աշխատում, բայց անսարկությունը չվերացրած վարորդին ստիպում են երթուղի դուրս գալ։ Եվ վարորդին ասում են գնա այսպես քշի։ Այնտեղ խնդիր կա թե լույսերի հետ կապված, թե ուրեմն արգելակման հետ կապված խնդիրներ կան, մեքենաների հետ կապված, բայց վարորդներին ասում են գնա այսպես քշի, չեն վերանորոգում։ Դա մեկ խնդիր։ Ուրեմն երկրորդ խնդիրը մեքենաների շարժիչների յուղը չեն փոխարինում, պատճառաբաններով ֆիլտր չունենք։ Երևանի ավտոբուս ՓԲ-ի ավտոբուսները եւ միկրոավտոբուսները, գազերները գտնվում են մեղմ ասած անմխիթար վիճակում։ Ընդդիմադիր ավականու անդամը նկատում է, եթե ավտոբուսների յուղը չեն փոխում, շարժիչը շարքից դուրս է գալիս։ Դանիելյանը տեղեկություն ունի, որ դրա վերանորոգման համար փողը վարորդն իր գրպանից է տալիս։ Կամ Երևան ավտոբուսը վերանորոգելու է ու պահելու է վարորդի աշխատավարձից։ Դանիելյանը սարսափում է մտքից, թե ինչ ողբերգական ավարտ կարող են ունենալ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը մարդկանց տեղափոխող անսարք ավտոբուսների երթուղի դուրս գալը։ Չգիտեմ, սա պետք է անպայման ուսումնասիրվի եւ սրան իրավական գնահատական տրվի։ Անտերություն է տիրում ավտոբուսների պարկերում։ Ըստ ավականու ընդդիմադիր անդամի ավտոբուսների եւ միկրոավտոբուսների անտիֆրիզը շատ անգամ չեն փոխում։ Կամ ավտոբուսներից հանում են լցնում միկրոավտոբուսների շարժիչների մեջ ու հավանաբար դրա համար փող հանում քաղաքային բյուջեից։ Իմ կարծիքով այստեղ կա թաքնված կոռուպցիա, որը պետքա թե քաղաքային իշխանությունները եւ թե համապատասխան մարմինները, ուրեմն իրավապահ մարմինները պետքա սրա հետևից գնան։ Այն, որ Երևանի բարեփոխված տրանսպորտում ծով են խնդիրները, նորություն չէ, ասում է Դանիելյանը։ Նա նաև տեղեկություն ունի, որ վթարի ենթարկված ու կոսմետիկ վերանորոգման կարիք ունեցող երթուղայիններն էլ չեն վերանորոգում։ Ապայից գումարը ստանում են, բայց ավտոբուսը չեն ուղարկում վերանորոգման։ Ավականու ընդդիմադիր անդամի տեղեկությունները հերքելու կամ հաստատելու համար Երևան ավտոբուսի խոսնակից փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ Գեղամ Ասատրյանը հորդորեց գրավոր հարցում ուղարկել։ Արդեն ուղարկել ենք։ Էդգար Ղուշյան, Հերիկ Համազասպյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։